քանի օր պետք է մարդը տանը բուժվի եւ որ օրվանից պետք է հասկանա, որ արդեն ժամանակն է դիմել բժշկի։ Հիմնական ախտանշանները ի հայտ գալուն պես, եթե իհարկե թեթև ընթացքով է ընթանում, երբ ունենք ընդհանուր թուլություն, թույլ արտահայտված քթահոսություն, ոչ շատ բարձր ջերմություն, այս փուլում նախընտրելի է մեկ ուսանալ, բուժում ստանալ տան պայմաններում։ Իհարկե կապ հաստատելով բժշկի հետ, լինել բժշկի հսկողության տակ։ Եթե իհարկե նշվածս թիրախմբերում չեն գտնվում, ովքեր ռիսկի խումբ են եւ անմիջապես պիտի դիմել բժշկի, համապատասխան բուժումը համաձայնեցնել իր բժշկի հետ։ Գրիպով վարակված մարդը քանի հոգու կարող է վարակել, այսինքն քանի օր է ինքը վարակ տարածող համարվում։ Չբարդացած գրիպի դեպքում մինչև 1 շաբաթ վարակիչ է համարվում, բարդացման դեպքում մինչև 2 շաբաթ կարող է վարակիչ լինել, իսկ առավել վտանգ ներկայացնող վիճակը ասիմպտոմ եւ թեթև ընթացքով հիվանդություններն են, որի ժամանակ վարակագիրը ակտիվ տարածում է վարակը, հետեւաբար երբեմն չիմանալով դրա մասին։ Այդ դեպքում ինչպես խուսափել վարակից։ Մեկ ասում են, չէ, մի քանի հոգու վարակեմ, ես լավանամ, կա նման բան։ Ոչ, դա միֆ է իհարկե, այդպիսի միֆեր ինֆեկցիոն հիվանդություններ ոչ միայն սուշնչական հիվանդություն, այլ վարակների ժամանակ եւս ունենք,